Անկոչան, իրականում մեր նիստի մեծ մասը փակ էր, բայց կարելի է ու այսինքն այս խորհրդարանի վերջին բյուջետային է, բայց հետագայում ունենք ԱԱՑ պետի, արտաքին հետախուզության պետի զեկույցները կարելի էր բաց նիստով ներկայացնել, հատկապես ԱԱՑ պետի հետ կապված ոչինչ չասեց, գրեթե ոչինչ չասեց։ Հիմա հարցս, որը քննարկվել է նաև հանձնաժողովում, տարբեր ԱԱՑ պետին հատկապես ուղղված հարցումներից, տարբեր գերատեսչություններ գրավոր հարցումներից հետո։ Ի սկզբանե, երբ որ 44 օրյա քննիչ հանձնաժողովը ձևավորվեց, մենք մեր դիրքորոշումն արտահայտեցինք, կասկածի տակ դրեցինք օբյեկտիվությունը, հասարակական վստահելիությունը եւ այլն։ Անցավ 3 տարի, հիմա հասկանում ենք, որ չկա ինչ որ անորոշ բան է, բայց գաղտնի բաժնում դրված է մի թղթածրար, որտեղ կան խայտառակ արձանագրումներ, որ 18 թվականին բարձրագույն զինվորական պաշտոնի նշանակում է կատարել Նիկոլ Փաշինյանը խիստ կասկածելի հիմքով։ Կա արձանագրում, որ բարձրագույն զինվորական պաշտոնի եղել է մարդ, որը չի բացառում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնում է կատարվել, հակառակ ձեր զգուշացումների Նիկոլ Փաշինյանի, բայց որևէ արդյունք չունի։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների հոբ համակարգ գնվել, որը անարդյունավետ է եղել, միակ դեպքն է, որ գլխավոր դատախազություն այդ ժամանակ գրություն եք ուղարկել, չկա հետևանք։ Ուզում հասկանամ, անկախ են բանից, այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը մտել է ուժի մեջ, չի մտել, բայց այդ ամեն ինչը գրած է ու դրած է ազգային ժողովում, լուծումը որն է, իրավապահները ոնց կարան այդ ուղղությամբ աշխատել։ Պարոն Մանուկյան, լուծումների մասին գոնե ես եւ դուք ունեցել ենք զրույցներ։ Լուծումը դա օրենքով նախատեսված ընթացակարգերն են։